Վերադարձանք տաղավար և ինչպես արդեն դեռ հաղորդման սկզբում այս թեմայով մենք խոսել էինք, հիմա իսկապես պատմական պահ է, որովհետև Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին կին ֆուտբոլային գլխավոր մարզիչն է մեզ հյուր եկել, ինչպես գիտեք, Մարիամ Ստեփանյանը նշանակվել էր կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, մինչ այս նա գլխավորում էր կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների թիմը, իդեպ Մարիամ Ստեփանյանի գլխավորությամբ կանանց Հայաստանի ազգային հավաքականը արդեն իսկ մեկ խաղ ունեցել է, Հայաստանում ընդունել է Բելարուսի հավաքականին։ Բարև ձեզ, Մարիամ, նախ շնորհավորում ենք նոր պաշտոնի կապակցությամբ, երկրորդը ասենք, որ մինչև ձեր գալը Զարան խոստացել է վարսերը հեռացնել բոլորովին, եթե հաջորդ խաղը դուք կրեք 3-0 հաշվով։ Պատրաստ եք այդ սխրանքին։ Այո։ Այո, ես էլ եմ պատրաստ։ Ես էլ եմ պատրաստ։ Այո, եթե անգամ մեր պրոդյուսերները պատրաստ չեն, դու կարող ես ունենալ բան, հայրը ոնց է, պարիկ։ Կեղծամ պետք, բայց ճուշտաս, որ սա կեղծամ, այո։ Հա, անպայման, ես պատրաստ եմ դրան, այո, ես պատրաստ եմ դրան։ Ասեմ, որ Մարիամ ջան, ուրեմն մինչև դե ես գիտեմ, որ Մարիամը դարձել էր գլխավոր մարզիչը, իսկ Զարան դեռ չգիտեր, բայց Զարան ուրախացել էր մի ուրիշ փաստի համար, որտեղ առաջին անգամ top league 5-ամից եվրոպական top 5 լիգա, այո, Բունդեսլիգայում Union Berlin ուրեմն թիմի գլխավոր մարզիչը նշանակվել Մարի Լուիզե Էտան, եւ թե Մարի Լուիզե Էտան իր առաջին խաղը պարտվեց, թե Մարիամը։ Բայց դեռ ամեն ինչ արժևում է։ Այո, դեռ ամեն ինչ արժևում։ Ինչու է դժվար լինել գլխավոր մարզիչ առհասարակ։ Պատասխանատվությունը մեծ է, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր աշխատանքում կա դժվարություն, հեշտ աշխատանքներ չկան։ Հա, զամոդոզում եմ մտածել, օրինակ, չգիտեմ, երկրի վարչապետն է դժվար աշխատանք։ Չկա հեշտ աշխատանք։ Բայց կանանց համար շատ ոլորտներում մի քանի անգամ ավելի դժվար եւ կարծրատիպային է։ Զարան նստեց իր սիրելի ձիու վրա։ Կարող է մտածել եք երբեք դրա որ կանանց համար դա մի քանի անգամ ավելի դժվար է։ Պատմեք։ Ցավոք սրտի այս աշխարհում եւ Հայաստանում եւ ամբողջ երկրում ես համամիտ եմ, այո, կանանց համար հասնել յուրաքանչյուր կետի երկու անգամ ավելի բարդ է, քան տղամարդկանց։ Երկու-մեկ օգուտ կանանց այս պահին, այո, ինձ հաղթեցին։ Ինչու՞։ Ով է ձեզ խոչընդոտը, ով է ձեզ խանգարել, օրինակ, ասա, Մարիամ, դուք հիանալի մասնագետ եք իհարկե, բայց ունեք մեկ խնդիր, դուք կին եք։ Այ եթե կին չլինեք, բայց լինեք մեր մասը։ Այդպես ուղիղ կարողա չասեն, բայց տարբեր կարծրատիպերով, տարբեր մեկնաբանություններով խոչընդոտելով։ Կարող են ասել ուղիղ։ Պատճառները շատ կարող են լինել, իհարկե, կախված մասնագիտությունից։ Չէ, կոնկրետ ձեր մասնագիտության մասին եք խոսում։ Մեր մասնագիտությունից ենք խոսում։ Ձեր, որ ձեզ օրինակ ասել են, չէ, դուք շատ լավ մասնագետ եք, բայց ունեք մեկ մինուս, դուք կին եք։ Չէ, ինձ հետ չի պատահել, որ ուղիղ երես նման խոսակցություն գնա, բայց վստահ եմ իհարկե, որ կլինեն նման կարծիքներ, բայց կարծիքները դնում ենք մի կողմ, խոսում ենք, օրինակ, չգիտեմ, ձեր եւ ֆեդերացիայի հարաբերությունների մասին, ձեր եւ թիմի հարաբերությունների մասին, այն մարդկանց, որոնք որ ձեզ նշանակում են կամ հանում են գործից, ես դրա մասին եմ խոսում։ Իմ հարաբերությունները շատ լավ են ֆեդերացիայի հետ, ինչպես նաև ֆուտբոլիստների հետ։ Լավ մասնագետ եք, բայց կին եք։ Հեսա մեկնաբանությունները մենք կտեսնենք արժեզրկող կանանց։ Չէ, ոչ, երբեք նման բան բացառվում է։ Անկամ ես ասեմ ավելի տղամարդուն գործից հանել են կին են դրե տեղը։ Հիմա տղամարդ, այդ ինչ եղավ, ո՞նց թե։ Այդ քեզ տղամարդուն ինչի գործից հանեցին։ Մենք մեջ բերում, կարծում եմ, եթե նկատի ունեք նախկին մարզիչին, ինքն էլ անձամբ հրաժարական։ Հա, բայց դե ուզում ասեմ տղամարդը կին են բերի։ Կարեն տղամարդ բերի։ Դա նորմալ ընթացք է, կարծում եմ, ֆուտբոլի մեջ։ Լավ, Մարիամ, ձեր ճանապարհը բավականին դժվար էր։ Սկզբից ֆուտբոլիստ եք, հետո 17 տարեկաններ, 19 տարեկաններ, այնտեղ ունեցաք պատմական հաղթանակներ, առաջին հաղթանակները կանանց հայկական ֆուտբոլում, թե 17 տարեկաններ, թե 19, երբ է լինելու առաջին պատմական հաղթանակը 3-0 հաշվով, եւ որ ես Զարային տեսնեմ աշխարհի ամենագեղեցիկ ֆեմինիստ կան լինի ճաղատ ֆեմինիստ։ Մենք պայմանավորվում ենք միայն հաղթանակի, թե 3-0 հաշվով։ 3-0, շատ բարի, լավ։ Մեծ կարիք չլի 3-0, հա։ Սա արդեն կանանցի այդ բանն է խոսում։ Սոլիդարությունը։ Չէ, եկեք 3-0 հաղթենք։ Ինչ հերքեց Բելարուսի հետ խաղում, առաջին խաղն էր, պարզ է որ
բոլորը ուզված էինք, դժվար էր, երկու ուժեղ խաղացող, ուժեղագույն խաղացողները մեր չեն եկել, դե պատմենք։ Ցավոք սրտի, այո, որպես այդպեսի նորամուտը բարդությամբ եղավ, բայց սա ֆուտբոլի մի մասն է, եւ ես վստահ եմ, որ ապագայում մեծ աշխատանքի շնորհիվ կգան այդ հաղթանակները եւ ինչպես նաեւ դուք նշեցիք 17-19 տարեկանների հավաքականում առաջին պատմական հաղթանակները, ուզում եմ նշել նաեւ ոչ հոգի խաղերը, նույնիսկ ոչ միայն հաղթանակները եւ վստահ եմ, որ այս թիմով եւս մոտ ժամանակներում կունենանք հաղթանակներ։ Ֆուտբոլիստուհիների հետ թիմը ղեկավարելու, ասում են կանանց ավելի բարդ է գուցե ղեկավարել այդպես կոլեկտիվ, քան տղամարդկանց։ Ես թիմ մեր տան կանաչ չեմ կարող ղեկավարեմ ու մնաց։ Այս մասով էլ ասում են չէ՞ տենց փոքրիկ կարծրատիպեր կան, որ կանանց ավելի բարդ է աշխատել, գուցե դա կարծրատիպ չէ։ Այ ոնց է մթնոլորտը թիմում, ոնց է եղել, հիմա ոնց են հարաբերությունները ընդհանրապես։ Թիմի մթնոլորտը շատ լավ է, քանի որ ես ինքս էլ ճանաչում եմ մեծամասնությամբ գրեթե բոլոր աղջիկներին եւ իրենք էլ ինձ։ Այստեղ միայն փոփոխությունը այն է, որ սկսում ենք իրար ճանաչել որպես գլխավոր մարզիչ եւ խաղադաշտում ֆուտբոլիստուհի։ Մնացած դեպքերում ամեն բան կարգին է, բայց ճիշտ եք նշում, որ այո, աղջիկների հետ մի փոքր ավելի բարդ է աշխատելը, քան տղաների, որովհետև ես ինքս էլ փորձ ունեցել եմ տղաների հետ աշխատանք, իրենց հետ մի փոքր ավելի ուղիղ աշխատանք է գնում, աղջիկները գիտենք ըստ բնույթի երբեմն լինում են խոսակցություններ կամ եթե խնդիրներ, պակասում է պարզությունը ուղիղ գնալ եւ խոսելու, հա։ Այսինքն ամեն ֆուտբոլիստուհի անձնական մոտեցում է պահանջում մոտավորապես։ Ինդիվիդուալ, յուրաքանչյուրի հետ, իհարկե։ Դե իսկ Տղաներին եւս։ Հա։ Տղաներին եւս։ Բայց ինչու է այդպես լավ։ Դա ինչի է դա բնությունն է։ Բնությունն է, հա, բնությունն է կարծում եմ։ Հորմոններ, հա։ Այո։ Բայց ինչ փոփոխություններ կան, որոնք օրինակ հենց ի սկզբանե նախատեսում եք, այսինքն թիմի ղեկավարությունը ստանձնելուց հետո ասում եք, այս փոփոխությունները պետքա անենք կամ գուցե ֆուտբոլիստուհիներ կան, որոնց մենք կարող ենք ձեռք բերել։ Հավաքական ձեռք չեն բերում, հրավիրում են։ Հրավիրում են։ Կան իրականում, ունենք արդեն 7-8 ֆուտբոլիստուհիներ, ում արդեն նայել ենք եւ արդեն զբաղվում ենք անձնագրային հարցերով, երբ իրանք վերադառնան։ Արտերկրներից են։ Այո, արտերկրներից են եւ երբ իրենք արդեն համալրեն մեր շարքերը, բնականաբար կլինի նաեւ խաղաոճում փոփոխություններ։ Մարիամ, այն նույն խնդիրները, որը ունի տղամարդկանց հավաքականը, կարծես թե ունի նաեւ կանանց հավաքականը, Զարան շատ ճիշտ նկատեց եթերից առաջ, որ խաղի ընթացքում ակնհայտ երևում էր, որ մեր աղջիկները ավելի գեղեցիկ են, բայց ավելի փոքրամարմին են, քան բելարուսուհիները, եւ դա նույնը կարող ենք ասել տղամարդկանց հավաքականի մասին, եթե համեմատենք Բելարուսիա եւ Հայաստանի հավաքականի միջին բոյերը, պարզ է, որ մենք ավելի փոքրիկ կլինենք։ Տղամարդիկ փորձում են այդ ամենը տեխնիկայով եւ արագությամբ շտկեն։ Ինչ է աղջիկների մոտ այդ հնարավորությունները ունեն, կարող ենք ասել, որ հայ ֆուտբոլիստուհիները ավելի տեխնիկապես զարգացած են կամ գրագետ են կամ զինված են, քան օրինակ բելարուս ֆուտբոլիստները, պարզապես նրանք ավելի բոյով են։ Այո, նրանք ավելի բարձրահասակ են եւ ամրակազմ, բայց ով նայել է խաղը, հստակ կհաստատի այդ փաստը, որ այո, մենք որոշ դրվագներում տեխնիկական հմտություններով նույնիսկ առավել ենք եղել իրենցից։ Այսինքն պետք է զարգացնել այն ինչում, որտեղ մենք ուժեղ ենք, տեխնիկան եւ արագությունը, միգուցե որ կարողանանք այդ բարձրահասակ գեղեցկուհիների դեմ պայքարել, որտեղ Բելարուսները դեռ ամենաբարձրահասակ չեն, այնտեղ կան Նիդերլանդների հավաքականը, Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականը, հիշեցնեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների աստղերից մեկը Դենիս Ռոդմանի աղջիկն է, որը որ իր հայրիկի պես իհարկե բարձրահասակ չէ, բայց բավականին բարձրահասակ է անգամ հայ տղամարդու համար, էլ չեմ խոսում հայ կնոջ համար։ Իսկ դա առհասարակ ազդում է ֆուտբոլի վրա, որ պետք է անպայման լինեն օրինակ բարձրահասակ, ամրակազմ, դա ավելի լավ է։ Ցանկալի է իհարկե, բայց կան որոշ ֆուտբոլիստներ, ովքեր ցածրահասակ են, բայց ինտելեկտի հաշվին խաղում են շատ լավ ֆուտբոլ։ Դե 11 Մեսսի որտեղից գտնենք։ Դե
Դժվար է։ 11 մարտ է լավ։ Չովի, Ինիեստա Դե իրանք իրանք ջուրի, հա, բայց դες նրանք եզակի դեմքեր են։ Բայց առհասարակ եթե սենց նաև ֆիզիկական տվյալները թողնենք մի կողմ, ինչ է պակասում, որ աղջիկների ֆուտբոլը զարգանա, հետաքրքրությունը մեծանա, գուցե լավ կադրեր ունենք, բայց ինչ որ բան պետք է անել, որ, չգիտեմ, փոքրիկ մի աղջիկ գնա, մարզվի եւ ասի ես ուզում եմ դառնալ ֆուտբոլիստ։ Ում ետևից գնա, հա։ Հա։ Ինչպես իր երազանքը ունենա, այո։ Մենք պետք է միասին համախմբենք եւ փորձենք զարգացնել կանանց հայկական ֆուտբոլը եւ վստահ եմ, որ կզարգանա այն դեպքում, երբ կունենանք բավականաչափ քանակով ֆուտբոլիստուհիներ, որտեղից էլ որ կարող ենք արդեն կատարել ընտրություն։ Այսինքն պետք է քանակ։ Այո, քանի որ այլ օտար երկրա հավաքականները իրենց ընտրությունները կատարում են 60,000, միլիոն, Իսկ մենք 500,000 կամ 500 աղջիկ օրինակ, իսկ մենք ներկա Հայաստանում, հա, կատարում ենք 60 աղջկանից ընտրություն։ այո։ 60-ից փորձում ենք ընտրել 22-ին, 22-ից 11-ին։ Եվ որոշներն էլ արդեն արտերկրից, ինչպես գիտեք։ Մարիամ, իսկ չէ՞ որ այսօր թե FIFA-ն, թե UEFA-ն, այսինքն վերևից դա կարծես թե հիմնովին դրված է, որ կանանց աղջիկների եւ կանանց ֆուտբոլը պետք է երկրներում բոլոր զարգանա։ Պրոֆեսիոնալ ակումբը իրավունք չունի կոչել պրոֆեսիոնալ ակումբ եւ չի ստանում եվրոպական լիցենզիաներ, եթե չունի կանանց թիմ, օրինակ այդպիսի պայմաններ կան։ Մերոնք ներքևում այստեղ հասկանում են դրա մասին, որ պարզա որ վերևից ասում են, որ պետք է, այ ներքևից այդ շարժումը ինչ անենք, որ աղջիկները Բաքվում ֆուտբոլ խաղան։ Մի փոքր ավելի փոխել կարծրատիպը, որ աղջիկը կարող է խաղալ ֆուտբոլ եւ ֆուտբոլ խաղալով դու կարող ես նաեւ կրթվել, սա միայն սպորտաձև չէ։ Մեծ աշխատանք է պետք, բայց ամենակարևորը ցանկություն, որովհետեւ մենք լավ գիտենք ցանկության դեպքում ամեն բան հնարավոր է։ Այստեղ խնդիրները կարծրատիպն է, կարծում եմ։ Որ երեխան ֆուտբոլ պետք է չխաղա։ Այո, որ շատ ակումբի նախագահներ պարզապես չեն ցանկանում եւս մեկ այլ խնդրի հետ բախվեն, չէ՞ որ դժվար է տղաների թիմ ունենալը, ել չեմ ասում աղջիկների մասին։ Այսինքն կարող ենք ասել, որ ֆինանսական ներդրման կարիք էլ կա։ Իհարկե։ Սա ամենակարևորն է ֆինանսը։ Ամենակարևորն է։ Իհարկե։ Մարիամ, իսկ այն երկրները, որոնք որ արդեն հաջողված են կանանց ֆուտբոլում, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Անգլիա, Նիդերլանդներ, չգիտեմ, դուք ինձան շատ կարող եք օրինակ բերել, ես քան չեմ հետևում կանանց ֆուտբոլում։ Այնտեղ ինչպես է, այսինքն այդ փոքրիկ աղջիկները իսկապես այդ քանակությամբ խաղում են ֆուտբոլ եւ սիրում են, եւ այնտեղ ոչ մեկի մտքով չի անցնում, որ ֆուտբոլը տղայի խաղ է, աղջիկա խաղ չի եւ այլն։ Եվ քանի տասնյակ տարի է դա այդպես արդեն։ Երկար տարիներ, երկար։ 30-50 ավելին, շատ ավելին, քանի որ ես ինքս էլ շատ եմ այցելել այլ եվրոպական պետություններ, տեսել եմ թե աղջիկներին, թե ֆուտբոլը Բայց դուք դեռ երիտասարդ եք, ինչ գիտեք 50 տարի առաջ ինչ է եղել։ Չէ, պատմությունն է ցույց տալիս, իհարկե 50 տարի առաջ ֆուտբոլ խաղացել են Ամերիկայի Միացյալ Նահանգների աղջիկները։ 50 տարի առաջ ի տղամարդիկ Ես կարող եմ ասել 100 եւ ավել։ Չէ, բարձր է որ կարող է մի քանի կին ունեցել են։ Ես ուզում եմ ասեմ, որ օրինակ, չգիտեմ, Բրազիլիայում, Արգենտինայում ինչ որ տղաները բակերում խաղում են կամ ժամանակին ինչպես Հայաստանում էր, հիմա ցավոք սրտի դա չենք տեսնում։ Բայց որ աղջիկները խաղան։ Այո, ուզում ասեմ, ժամանակ է պետք մշակույթը զարգացնելու համար։ Շատ մեծ ժամանակ է փորձում են կոտրել հիմա այս պահին, բայց մշակույթ զարգացնելու համար ժամանակ արդյոք պետք է եւ քանի տասնյակ տարի է պետք։ Ցավոք սրտի շատ։ Շատ Նաև role model ասվածներն են պետք, որովհետև ես հիշում որ տարիներ առաջ բասկետբոլի հատիս թիմը հաջողություն ունեցավ, միանգամից որքան շատերը ոգեշնչվեցին, այդ են տարիքներ, որ մեր հասակակիցներն էին ընտրում որոշակի մասնագիտություն։ Ինչու՞ չգնացիր բասկետբոլ զառը։ Ինչու' ընտրեցիր հաղորդավարություն։ 62 բոյով ինձ ոչ մեկ չէր ընդունի, բայց ուզում ասեմ, ինչ որ այսպես բումային բաներ են պետք, որ օրինակ պետք է հաղթանակներ, պետք է հաջողակ օրինակ ինչ որ ֆուտբոլիստ մեկը, որը որ Հենոյի նման, բայց մեր աղջիկը կլինի, չգիտեմ, այո, որ խաղա ուժեղագույն ակումբներից մեկում եւ աղջիկներ ասեն, ահա մենք էլ ենք սա ուզում։ Միգուցե դրա շուրջա պետք է մարքեթինգ ինչ որ գոյություն ունի, SMM, այդ շատ դա շատ կարեւոր է, չէ՞։ Մեդիան, այո։
Ну մենք անում ենք ինչ որ կարողանում ենք անել, բայց պետք է ինչ որ մարդիկ լինեն, որոնք որ մտածեն, որ եկեք հասկանանք ինչ խնդիրներ ունի այսօր հայկական ֆուտբոլը կանանցի ֆինանսավորում, աղջիկները չեն խաղում, որտեղ կարծրատիպեր գոյություն ունեն, չունենք ռոլ մոդել, որի յետևից պետք է գնան եւ այդ բոլոր հարցերը փորձել սկսեն լուծել, որտեղ ինձ թվում է, որ անգամ, չգիտեմ, դե ֆինանսական պատկերացնենք, որ ձմեռ պապիկը գալիս է եւ կանանց ֆուտբոլին ասում է, չէ, ձեզ ավելի շատ են կարող ան տղամարդկանց տվեց $10 միլիոն, այդ $10 միլիոն ինչ ենք անում, եթե երեխա չկա խաղացող։ Մեկը չկա։ Պետք է գրենք ծրագիր եւ ըստ ծրագրի առաջ շարժվել։ Ժամանակ է պետք։ Ով է գրում այդ ծրագիրը։ Դուք պատրաստ եք գրել։ Ես պատրաստ եմ Ունեք օգնելու։ ծրագիր։ Ինչպես։ Ունեք ծրագիր։ Ունեմ մտքեր, որոնք պետք է կյանքի գան, բայց դրա համար եւս ժամանակ է պետք։ Հիշեցնեմ, որ Իտալիայի ֆուտբոլը, տղամարդկանց ֆուտբոլի մասին է, հիմա հավաքականները մեծ անկուպ են վերապրում, արդեն 3-րդ աշխարհի առաջնությանը չեն մասնակցում եւ պարզվում է, որ Ռոբերտո Բաջոն ունեցել է մի քանի 100 էջանոց ծրագիր, հիանալի գրված, որը որ մերժվել է ֆեդերացիայի կողմից եւ հիմա է դա պարզվում։ Իսկ դա շատ շուտ արդեն տասնյակ տարիներ այդ մարդը առաջարկել է եւ ասել է, որ եթե սենց շարունակվի, մենք էս ոչ մեկ չի լսել։ Հիմա ես չեմ ուզում, որ մենք էլ 10 տարի հետո ասենք, այ Մարիամ Ստեփանյան ումներ այդ ծրագիրը ոչ մեկ ուշադրություն չդարձեց։ Հիմա գրեք եւ ներկայացրեք, դա իսկապես շատ կարեւոր է։ Դե նաեւ աշխատավարձերը, եթե ֆուտբոլիստուհիները իմանան որոշակի ֆինանսական մոտիվացիա, գնա, բայց ես կարծում եմ, որ սա առաջին քայլերից է եւ Մարիամը իր օրինակով արդեն շատ աղջիկների համար մոտիվացնող Այո, ուղղակի պետք է որ Մարիամին էլ ավելի շատ մարդիկ ճանաչեն, մեր կանանց հավաքականի աղջիկներին դեմքով ճանաչեն, ինչպես որ ճանաչում են օրինակ տղամարդկանց ազգային հավաքականի բոլոր տղաներին չկա ինձ գրեթե այդպիսի ֆուտբոլիստ, որ չճանաչեն, բայց այդ աղջիկեքի կանանց հավաքականից մաքսիմում 2 աստղ, որ դեմքով կիմանան, մնացածին ոչ։ Ֆոտոսեսիաներ, բիլբորդներ, Instagram-յան էջերը իրենց ավելի զարգացածն է, դա շատ կարևոր է, որովհետև մենք այսօր ապրում ենք այնպիսի աշխարհում, որ դա իսկապես շատ կարևոր բան է։ Համաձայն եմ։ Իհարկե համաձայն եմ։ Մեկ անգամ զառնել են ին հետ էլ համաձայն են։ Անել կանանց թեմայով լավ բան ասեցիք։ Ես ուզում եմ ասել, որ դա իրականում շատ դժվար բաներ չի։ Ուղղակի օրինակ այդ SMM-ը կամ ճանաչելիությունը դա շատ կարևոր է։ Լուսաբանումը շատ կարևոր է։ Խանջան փողոցի վրա 4-5 հատ բիլբորդ, ինձ թվում է, որ ֆեդերացիան կարող է իրեն թույլ տա, որ մեր կանանց հավաքականի աղջիկներին մենք տեսնենք իրենց գեղեցիկ ժպիտներով եւ ճանաչելի լինեն բոլորի համար։ Կամ չգիտեմ, Դավիթաշեն թաղամաս մտնելուց մենք ունենանք բիլբորդ, որտեղ որ օրինակ Դավիթաշենա բնակ ունեք խաղացող կամ մասիվից, որ գրված լինի Դավիթաշեն թաղամասում բնակվում է Աստրիկ Սուքիասյանը, որը որ ազգային հավաքականի ֆուտբոլիստ է։ Ինչքան հաճելի կլներ եւ ես օրինակ միշտ անցնելուց կժպտայի։ Խանութում է որ Աստրիկին տենայի, բարևեի, անպայման կասեի շատ ուրախ եմ։ Ուզում ասեմ շատ փոքր եւ մանուր բաներ կան, որոնք որ կարելի է անել եւ ազդեցիկ են եւ մեծ ֆինանսական ներդրումներ չեն պահանջում։ Զարան հիացած ինձ նայում, այսօր ես 5 եմ ստանալու։ Դե բացի դա, այս վերջին շրջանում շատ խոսվեց կանանց հավաքականի մասին, թե Մարիամի շնորհիվ, թե հարցազրույցների շնորհիվ։ Կարծում եմ սա այսպես փոքրիկ քայլիկ է, որից շատ ավելի մեծ քայլեր կլինեն ու այլ կարիք չի լինի ասելու, որ ես կճաղատանամ, եթե արդեն այնքան վստահ կլինեմ, որ ռիսկ չեմ անի այդպիսի բան ասել։ Աստված դա անգամ ես քեզ ավելի կարող եմ, դու տղամարդկանց հավաքականի պահով կարող ես հանգիստ ասել եւ ես դեռ հույս ունեմ, որ դու չես ճաղատանա։ Բայց մեզ ասել են, չէ, հիշում եք, որ 2050 թվականին ունենալ ենք մեծ հաջողություններ, մնաց բան չմնաց, մնաց ընդամենը 24 տարի։ Մարիամ, շատ շնորհակալություն ձեզ, մաղթում ենք հաջողություններ։ Հույսով եմ, որ հաջորդ խաղը 3-0 հաշվով կգրեք, իսկ հետո եւս 100 խաղ իրար հետևից տարբեր հաշիվներով կգրեք, եւ ել չեք պարտվի եւ մեր հայկական ֆուտբոլը թե կանանցի, թե տղամարդկանց մեզ դեռ շատ կուրախացնի, որտեղ այդ ուրախության պահանջարկը հասարակության մեջ կա, որտեղ դա իսկապես մարդկանց միավորում է, մենք ապրում ենք այսօր դառը իրականության մեջ, որ մեզ տարանջատում են անդադ եւ մենք մեծ սիրով տարանջատվում ենք, բայց կան բաներ, որոնց շուրջ մենք միավորվում ենք։ Այո, մեր սպորտը եւ շատ ավելի լավ կլինի եւ որ մենք կլինենք միասին ոչ թե տարեկան 1 անգամ ապրիլի 24-ին, որ հիշում ենք այն դաժան բաների մասին, ինչ տեղի ունեցել մեր
ազգի հետ, այլ նաև այն փոքրիկ ուրախությունները, որը մեզ պատճառում են մեր ֆուտբոլիստները, բասկետբոլիստները, շամարտիկ, ձյուդոիստները, բրցկամարտիկները, ծանրամարտիկները, փոքրիկ եւ մեծ ուրախությունների մասին է խոսքը։ Այդ դրանց շուրջ միավորվենք։ Շնորհակալություն Մարիա։ Ձեզ եւ շնորհակալ։ Իսկ այս պահին գնում ենք դիտենք գովաստ, վերադառնանք եւ դեռ շարունակելու ենք մեր եթերը։ Մնացեք մեզ հետ։ Գովաստ Շանթի եթերում։